Հարակոչների տակ ապրում են, եւ ներկայային պատուհանները լուսանկարել են ուղարկել են թե խնդրում եմ, ես ուղղակի ձեզ խնդրում եմ, մի անգամ գնացեք Սյունիք, ինքներդ վերցրեք այդ մարդկանցից ինտերվյու եւ իմացեք ինչի վիճակը։ Մարդիկ մեզ ինտերվյուից բացառում են ասում Ոչ, խնածախում գնացել են բոլոր։ Եկեք, խնդրում եմ վերջացնենք, դուք հարցրել եք ինչպես է անցել Սյունիքի այցը, ես ձեզ ասում եմ շատ լավ, գնացեք տեսեք, ես ուրախացած եմ, որ կազմակերպած չէ, ոչ, սպոնտան մի բան ասեմ, Փաշինյանը վերջին կառավարության նիստի ժամանակ ասում է բանը, գծում են, ասում են որտեղ պետք է կանգնեն, պետք է խոսեն, ասում են ինքը կանգնում է այնտեղ ցանկանում է ու շատ անգամ մենք կանգնել ենք այդ որ դուք ասում գծված ճանապարհով ոչ սպոնտան իջնում էր եւ մարդիկ էին ուզում մարդիկ էին կանգնում այդ հրապարակումներում մի հատ դժգոհ ինչու է միայն մեզ դժգոհում չգիտեմ ինձ էլ հարցը չգիտեմ այսինքն բոլոր սյունեցիները գոհ են Նիկոլ Փաշինյանից նրա կատարած աշխատանքներից բոլորը բայց ում հետ մենք հանդիպել ենք բոլորը դե ձեր մարդկանց եք տարել դրանից է հանձնաժողովից եք ինչ շատ հետաքրքիր է Սամվել Վարդանյանին խոշտանգում են հարցնում են ուր է Տիկին Ղազարյանը մարդու իրավունքների հանձնաժողովից է չեն հարցնում ինչ պետք է Տիկին Ղազարյանը անում է կներեք եկեք հիմա դրա մասին չխոսենք որը մեզի օչակում ծեծում են լրագրողների ձեռքերը բռնության ենթարկվում է Տիկին Ղազարյանը խնդրում եմ եկեք սադրանքներ չանեք Տիկին Ղազարյան դուք չկաք դուք հանձնաժողովից եք մարդու իրավունքների հանձնաժողովից ինչ որ պետք է մենք անում ենք վաղակիցների կլսեք ինչ եք անում անձամբ դուք այդ հանձնաժողովի անդամ փաստերով ասեք հաջողություն դե ես ասում եմ վաղը եկեք ու կհասկանաք թե մենք ինչ հարցեր ենք քննարկում Ես այսօր ձեզ տեսել եմ ուզում եմ անձամբ ես էլ ձեզ պատասխանից ասում եմ աշխատում ենք հա ինչ եք անում աշխատում եք մեզ լրագրողներից Ռուզաննային Խաչատրյան ինձ լրագրող Քնամանյանից եկել եմ եւ ձեզ հետ խոսում եմ չէ մենք մենք հանդիպեցինք ես հիմա մեր համար ինչ եք արել մեր խնդիրը հունիսի 12-ից մենք բարձրացանք գրեք մեկ էլ ձեր դիմում ինչ գրենք ձեր աչքի առաջ մեզ նկատմամբ ես չեմ տեսել իրոք չեմ տեսել իրոք չեմ տեսել պետք է դիմեք մեզ մեկ էլ կպատասխանեն գրավոր կպատասխանեն իսկ հիմա դատապարտիաներին որ ծեծում են Տիկին Ղազարյանը դա ավելի ես այնտեղ եղել եմ եթե չեք եղել բայց մարդկանց հանցագործել են մարդկանց ծեծում են համաձայն եմ ցանկացած Ղազարյանը Տիկին անդամ գնում եք չեն դիմել Տիկին Ղազարյանը դուք պարտադիր ձեզ դիմեք այո րոպե պետք է դիմեն չէ պետք է ասեն չէ որ խնդիր կա Բայց եթե իրավունքների ոտնահարվել է դուք որպես մամուլ չեք կարդում եմ բայց կներես ինչ չեն վստահում այն ամենին ինչ որ գված Պաշտոնապես տրվել է որ նաև